Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1449-րդ օրն է։ Վենսը գնաց, մինչ որոշ մարդիկ հաշվում են, թե քանի անգամ նա ջուր խմեց Հայաստանում եւ քանի անգամ փռշտաց Ադրբեջանում, մենք այլ բաներ ֆիքսեցինք, օրինակ Փաշինյանը բարձրացրեց երկաթուղու հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների կոնտեքստում, ինչի մասին մենք բազմիցս մեր եթերներում խոսել ենք, իսկ Ադրբեջանում տարածվեցին խոսակցությունները շվեդական գրիպեն կործանիչներ գնելու վերաբերյալ, որոշ պահեստամասեր այդ ինքնաթիռներում ամերիկյան են, դե քանի որ Ալիևը համարում է, որ արդեն ախպերությունը Ամերիկայի հետ, նորից թարմացվել է գրիպենների գնման թեման, խոսքը 48 կործանիչների գնման մասին է, Բաքվում արդեն ոչ պաշտոնական, բայց սկսել են թեման տնտղել, կրկնեմ ոչ պաշտոնական է տեղեկատվությունը, հաճախ նման կերպ իշխանությունները գծերն են ստուգում, քաղաքագետների ու լրագրողների մոտ նման հասկացողություն կա, օվերտոնի պատուհան կամ դիսկուրսի պատուհան, հնարավորինի սահմանները նշելու համար, եթե կարելի է այդպես ներկայացնել այս դեպքում, դե խաղաղության դարաշրջան է, չէ՞ կոչվում, բա ոնց ամենալավ ինքնաթիռները առնելու փորձ չանեն Բաքվից, բայց սա ընդամենը թեթև արձագանք էր թեմային, քիչ հետո կփորձեմ ձեզ հետ ամփոփել Վենսի այցի պաշտոնական արդյունքները։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը զգալի առաջընթաց են գրանցել Զապորոժիեի մարզում, մի քանի գյուղ արդեն ազատագրված են, ինչպես երեկ ասացի, սա հակահարձակում չի անվանվում, պարզապես մաքրվում են տարածքները ռուս ինֆիլտրանտներից, որի ընթացքում այս գյուղերն են ազատագրվում, մյուս կողմից էլ ինչ կարևոր է, թե ինչպես է անվանվում ռազմական օպերացիան, թող տարածքներ ազատագրվեն, թող չասվի, որ հակահարձակում է, ինձ թվում է մեր լսարանը հաստատ դեմ չէ, կարևորը ուկրաինական հողի ազատագրումն է։ Ռուսական Ռոսկոմնadzորը սկսել է դանդաղեցնել Telegram Messenger-ի աշխատանքը Ռուսաստանում, ինչը հերթական ապացույցն է այն բանի, որ Կրեմլի գործերը ծայրահեղ վատ են։ Telegram-ի աշխատանքի մասնակի սահմանափակումը արդեն սկսվել էր երեկվանից, երբ ռազմաճակատում եւ երկրի ներսում վիճակը ծայրահեղ վատ է, խոսքի ազատության սահմանափակումը ավտորիտար ռեժիմների տիպիկ մեթոդն է։ Իդեպ կարծես ռուս օկուպանտների մոտ իրենց շարքերը համալրելու հարցում վիճակը բոլորովին վատ է, նրանք չեն կարողանում պահպանել մարտերի բարձր տեմպը, եթե 1-2 օր մարտերը օրական 200-ից ավել են լինում, ապա 3-րդ եւ 4-րդ օրերին նկատվում է կտրուկ անկում։ Պուտինյան զորքի վրա բացասաբար է անդրադառնում նաեւ Starlink-ի անջատումը։ Երեք Ուկրաինայի պաշտպանության ուժերը հարվածներ են հասցրել ռուսական բանակի մի շարք ռազմական օբյեկտների օկուպացված տարածքներում, ինչպես նաեւ Ռուսաստանի Կուրսկի, Բրյանսկի, Ռոստովի, Վոլգոգրադի մարզերում եւ Կրասնոդարի երկրամասում, բոլոր կադրերը ինչպես միշտ մեր Telegram-ում են։ Ուկրաինայում ռուսական օկուպացիոն բանակի կորուստների կտրուկ աճը նվազեցնում է Մոսկվայի ռազմաճակատում ռազմավարական բեկման հասնելու շանսերը։ Այս մասին գրում է Financial Times-ը։ Ուկրաինայում լիկվիդացված կամ անհայտ կորած ռուս զինծառայողների թիվը զգալիորեն աճել է, ինչի մասին փաստում են ոչ միայն ուկրաինական, այլև արևմտյան հատուկ ծառայությունները, Մոսկվայի ճակատը ճեղքելու հույսերը հալվում են։ Նշում է պարբերականը եւ հավելում, որ չնայած առատաձեռն վճարումներին, Ռուսաստանը արդեն բախվում է կամավորների պակասի հետ։ Սա ստիպում է ռազմական ղեկավարությանը ավելի ակտիվորեն ներգրավել կալանավորներին, պարտադրել ժամկետային զինծառայողներին պայմանագրեր ստորագրել, օգտագործել այսպես կոչված հաշմանդամների գնդերը, ինչպես նաև խաբեությամբ հավաքագրել օտարերկրացիների աշխարհի աղքատ երկրներից։ Ռուսաստանի դրությունը վատ թարացնում է նաև զանգվածային դասալքությունը, որը լայնամասշտաբ պատերազմի սկզբից ի վեր հասել է ռեկորդային ցուցանիշների։ Այս ֆոնին ռազմական փորձագետները կասկածում են ռուսական բանակի օպերատիվ նշանակալի արդյունքների հասնելու կարողությանը, իսկ ահա Լեհաստանը ստեղծում է մինչև 500,000 զինվորից բաղկացած բարձր պատրաստվածության պահեստազոր ռուսական ագրեսիայի դեպքում օպերատիվ մոբիլիզացիայի համար։ Վարշավան պատրաստվում է հետ մղել ռուսական ագրեսիան, Լեհաստանի պաշտպանության նախարարությունը ներկայացրել է ռազմական պահեստազորի ձևավորման նոր մոդելը, որը նախատեսված է հարձակման դեպքում արագ ծավալման համար։ Դե իսկ քանի դեռ Եվրոպայում ռազմական հոգսեր են, Հարավային Կովկասում Ամերիկան փորձում է խաղաղարարի դեր եւ դա համատեղել շահավետ տնտեսական գործարքի հետ։ Երևանից հետո Վենսը Բաքվում էր, այնտեղ Վենսը եւ Ալիևը ստորագրեցին ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ։ Վենսը նաեւ հայտարարեց, որ Ամերիկան Ադրբեջանին նոր մոտորանավակներ կմատակարարի Կասպից ծովում տարածքային ջրերի պաշտպանությանը աջակցելու համար, իսկ Ալիևը հաստատեց, որ Ամերիկայի հետ հարաբերությունները
կառույցները պաշտպանության ոլորտում թևակողում են լիովին նոր փուլ, ներառյալ ամերիկյան սպառազինության գնումները, Բաքվում որոշում է կայացվել ստեղծել համատեղ աշխատանքային խումբ կամ համակարգող խորհուրդ TRIP նախագծի իրականացման համար, դրա մեջ կմտնեն Ադրբեջանի պրոֆիլային նախարարությունների, տրանսպորտի, էկոնոմիկայի ներկայացուցիչները, ամերիկյան փորձագետներ եւ պետքարտուղարության ներկայացուցիչներ, տեխնիկական մասնագետներ, երթուղու երկայնքով նոր օպտիկա մանրաթելային մալուխների եւ խողովակաշարերի անցկացման համար։ Ամերիկան կցուցաբերի ներդրումային աջակցություն։ Վենսը հաստատեց, որ Վաշինգտոնը պատրաստ է նպաստել ամերիկյան մասնավոր կապիտալի ներգրավմանը TRIP-ի շրջանակներում Ադրբեջանի ենթակառուցվածքների արդիականացման համար։ Խոսքը հետեւյալի մասին է. Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգստի հզորությունների ընդլայնում, նոր լոգիստիկ կենտրոնների կառուցում, երթուղու թվայնացում, այսպես կոչված խելացի միջանցքների ստեղծում, հանդիպման ժամանակ TRIP-ի կոնկրետիկան անխզելիորեն կապված էր տրանսպորտային միջանցքի հարցի հետ, դա Ալիևի երազանքն է, չէ։ Վենսը ընդգծեց, որ այս երթուղին դիտարկվում է որպես բարօրության գործիք, որը պետք է կապի Կենտրոնական Ասիան Եվրոպայի հետ, Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով, սակայն բարձրագույն հայտարարությունների հետևում թվում է թաքցված էր նախագծի հիմնական խնդիրը՝ տնտեսական հիմնավորումը, իսկ տնտեսական նպատակահարմարությունը TRIP-ի նախագծի ամենանեղ ու թույլ տեղն է, այս մասին ես դեռ անցած օգոստոսից եմ խոսում, առանց հստակ թվերի եւ փոխհատուցման երաշխիքների ամերիկյան կորպորացիաներն ու բանկերը, ինչպիսին օրինակ JP Morgan-ն է, որի ներկայացուցիչները պատվիրակության կազմում էին, միլիարդներ չեն ներդնի։ 26 թվականի փետրվարի 9-ից 10-ի հանդիպումներին Ալիևն ու Վենսը փորձում էին լուծել այս խնդիրը 3 հիմնական փաստարկների միջոցով, որոնք պետք է դառնային նախագծի տնտեսական հիմքը։ Առևտրային պատերազմների կամ սահմանափակումների պայմաններում Ամերիկային ձեռնտու է ունենալ երթուղի, որը շրջանցում է Ռուսաստանը հարավից եւ Իրանը հյուսիսից։ Ալիևը ներկայացրեց Կասպից ծովով բեռնափոխադրումների աճի վերաբերյալ տվյալները։ Նպատակահարմարությունը հիմնավորելու համար Ադրբեջանը պարտավորվեց արդիականացնել Ալթայ նավահանգիստը, որպեսզի ամերիկյան ներդրողները տեսնեն պատրաստի ենթակառուցվածքը, որն ունակ է սպասարկել Ղազախստանից եւ Թուրքմենիայից եկող միլիոնավոր տոննաների բեռները։ Հետաքրքիր է, չէ՞, Ալիևը որտեղից է վերցնում, որ այդ բեռները կան եւ ինչ որտեղ պետք է գնան։ Բայց ամերիկացիների համար սա կարծես բավարար չէր։ Մեր աղբյուրների համաձայն բանակցությունները բավականին կոշտ են եղել, դե ամերիկյան ոչն է դա, իրենք միշտ են կոշտ բանակցում։ Ալիևը հասկանում է, որ միայն երկաթուղով նախագիծը չի ձգի, այդ պատճառով Բաքվում TRIP նախագիծը հիմնավորում էին որպես մուլտիմոդալ փաթեթ Եվրոպայից Ասիա կապի մալուխների ինտերնետ մայրուղու անցկացում։ Սա բարձր եկամտաբեր բիզնես է, որը հետաքրքրում է Meta եւ Apple ընկերություններին։ Բացի գազից քննարկվել է նաեւ կանաչ էներգիայի արտահանումը։ Այստեղ տնտեսական հիմքը Եվրոմիության հետ երկարաժամկետ պայմանագրերն են, որտեղ Ադրբեջանը հանդես է գալիս որպես երաշխավոր։ Իդեպ Եվրոմիության նոր էներգոստրատեգիան, ինչին երեկվա եթերում նորից անդրադարձա, արդեն ոչ արդիական է դարձնում Բաքվի փաստաթղթային բազան, վերանայման կարիք կլինի այս առումով, բայց քանի որ գործը դեռ հեռու է կոնկրետիկայից, առայժմ կարծում եմ ոչ ոք այս թեմայով չի զբաղվի։ Եվրոպան այլ առաջնահերթություններ ունի, իսկ Ադրբեջանը ինձ թվում է պատրաստ չէ, որպեսզի ամերիկյան մասնավոր բիզնեսը, օրինակ Boeing-ը կամ Caterpillar-ը մտնի նախագծի մեջ, ամերիկյան կառավարությունը առաջարկեց օգտագործել DFC գործիքները։ Սա ամերիկյան պետական կորպորացիա է, որն ապահովագրում է ամերիկյան ներդրողներին քաղաքական ռիսկերից։ Լուծումը հետևյալն է. եթե ԱՄՆ կառավարությունը TRIP-ը ճանաչի ռազմավարական, DFC-ն կտրամադրի երաշխիքներ։ Այս դեպքում Ալիևին պետք չէ ապացուցել մաքուր շուկայական շահույթը, հենց առաջին տարում ամերիկյան պետությունը ռիսկերի մի մասը կվերցնի իր վրա հանուն աշխարհաքաղաքականության։ Բայց որն է Ալիևի գլխավոր բարդությունը։ Ալիևի համար դժվար է հիմնավորել տնտեսական հիմքերը մեկ պատճառով՝ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր դեռ չկա։ Առանց Հայաստանի հետ սահմանի բացման TRIP-ը, Թրամփի ճանապարհը մնում է գործի կեսին։ Ներդրողները ուղիղ հարց են տալիս. ինչու պետք է մենք փող ներդնենք մի ճանապարհի մեջ, որը կարող է բախվել սահմանին, փակ սահմանին կամ նոր պատերազմին։ Արդյունքում առայժմ
Թրիփի տնտեսական հիմքը ավելի շատ կանխավճար է հանում խաղաղության։ Վենսը փաստացի ասաց. նախ վերջնական խաղաղություն եւ ճանապարհների ապաշրջափակում, հետո միայն կգան տրանշները JP Morgan-ից։ Ալիևը ընդհակառակը փորձում է ապացուցել, որ ենթակառուցվածքները արդեն պատրաստ են հենց հիմա եւ հապաղել պետք չի։ Սա դասական հավի եւ ձվի իրավիճակն է։ Փողը պետք, որպիսի խաղաղություն լինի, բայց խաղաղություն է պետք, որպիսի փող տան։ Առայժմ կողմերը համաձայնել են ստեղծել համակարգող խորհուրդ, որն էլ հենց պետք է մինչև 26 թվականի կեսերը ներկայացնի վերջնական տնտեսական հիմնավորումը։ Վենսի այցը ցույց տվեց աշխարհաքաղաքական ամբիցիաների եւ տնտեսական իրականության միջև առկա անդունդը։ Դե խոսքը Ալիևի Զանգեզուրի միջանցքի երազանքի մասին է, որը ինչպես բազմիցս ասել եմ, չունի տնտեսական հիմք։ Այս պահին Ալիևին հաջողվեց Ամերիկայից ստանալ քաղաքական աջակցություն Խարտիայի տեսքով, բայց Ալիևը ձախողեց իր առավելագույն խնդիրը՝ ներկայացնել Թրիփի նախագծի այնպիսի հիմնավորում, որը կստիպեր ամերիկյան կապիտալին հենց հիմա եւ հենց այստեղ մտնել տարածաշրջան, չսպասելով Հայաստանի հետ վերջնական խաղաղությանը։ Առայժմ կարող ենք ասել, որ Ալիևը չկարողացավ հիմնավորել իր միջանցքային հավակնությունները, բայց կարողացավ ժամանակ շահել կամ Հայաստանի հետ խաղաղություն կնքելու կամ Ամերիկային նոր առևտրային թեմաներ առաջարկելու համար։ Գլոբալ առումով Ալիևն իր ուզածին չհասավ, բայց նախ կնքեց ռազմավարական խարտիա, որը Հայաստանն ուներ, իսկ Ադրբեջանը ոչ, եւ երկրորդը Ալիևը ստացավ թեկուզ խորհրդանշական, բայց ռազմական արտադրանք իդեմս այդ պատրուլային կատերների, այսինքն միջանցքային նախագծի, այն է Զանգեզուրի այսպես կոչված միջանցքի ֆիասկոյի պայմաններում Ալիևը կարողացավ ինչ-որ կերպ դեմքը պահել, իսկ թե ինչ կլինի 5-6 ամիս անց մենք ձեզ հետ միասին կտեսնենք, այնպես որ իրավիճակը, որ ես նկարագրել եմ ձեզ դեռ անցած օգոստոսից իմ եթերին, պահպանվում է մինչ այսօր, բայց սրանք այսօրվա բոլոր նորությունները չեն, մնացածը կքննարկենք մեր եթերի հաջորդ մասում։ Մինչ մեր եթերի մյուս թեմաներին եւ առաջնագծի լուրերին անցնելը, խնդրում եմ օգտագործել YouTube-ի գործիքները մեր հաղորդման առաջխաղացմանը նպաստելու համար։ Խնդրում եմ լայքեք եւ եթե հնարավոր է կիսվեք մեր հեռարձակմամբ սոցիալական ցանցերում։ Հիշեցնեմ նաեւ, որ օրը գրեթե 24 ժամ կարող եք տեղեկանալ Ուկրաինայի եւ Ուկրաինայի շուրջ նորությունների մասին մեր Telegram-յան ալիքից, QR կոդը ձեր էկրաններին է։ Արդեն շատերը գիտեն, որ նաեւ Իրանի թեման ենք հաճախակի ներկայացնում մեր Telegram-յան ալիքում։ Քանի որ Վենսի այցի թեման շատ էմոցիոնալ իրադարձությունների հետ էր կապված, եկեք ես եւս մեկ անգամ ամփոփեմ այլ խոսքերով։ Բաքվում տեղի ունեցածը ցանկության դեպքում կարելի է անվանել ռազմավարական պարտություն, քանի որ Ալիևը չհասավ միջանցքի վերաբերյալ իր գլխավոր նպատակին։ Թեև Հայաստանից ուշ, բայց նա արդեն նույնպես ունի ռազմավարական գործընկերության պայմանագիր, ունի ստացած ռազմական տեխնիկա, թեկուզ բարեկային կատերների տեսքով։ Իդեպ ռազմավարական գործընկերության պայմանագիրը ստորագրվեց հենց Բաքվում եւ Ամերիկայի փոխնախագահի հետ, այլ ոչ թե այնպես, ինչպես Հայաստանի դեպքում էր Արարատ Միրզոյանն ու Անթոնի Բլինքենը փաստաթուղթը ստորագրեցին Վաշինգտոնում։ Եթե մեզ համար դա նորմալ է, խոսքը ժողովրդավարական պետությունների համար, նման փաստաթղթերի ստորագրումը սեփական հարկի տակ ցուցադրում է ավտորիտար ռեժիմների գերիշխող դերը, այնպես որ Բաքվի իրադարձությունները ավելի շատ նման են ոչ թե պարտության, այլ մի իրավիճակի, որտեղ Ալիևը թեև չհասավ իր գլխավոր նպատակին, բայց Ամերիկայի հետ հարաբերություններում մի շարք մարտավարական հաջողություններով իր դիրքերը ել ավելի բարձր դարձրեց առնվազն իր ժողովրդի աչքերում, մեր աչքին Ալիևը երբեք բարձր չի կարող լինել։ Մենք լավ ենք հիշում նրա բոլոր արածները։ Վենսի ծիծեռնակաբերդի եւ հետո գրառման ջնջմանը սոցիալական ցանցում չեմ ուզում անդրադառնալ, վանեց ու թողել։ Ինձ համար դա շատ ցավալի թեմա է։ Գիտենք, որ նաեւ Բաքվի շահերների այսպես կոչված ծառուղի է այցելել, սա ադրբեջանական պետական պրոտոկոլի մեջ է հիմնականում, համարյա բոլորն էլ այցելում են իրենց քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, այսպես ասած։ Անցնենք մեր տրադիցիոն թեմաներին, հետախուզությունը հայտնում է, որ Ռուսաստանը մոտենում է փլուզման, Ռուսաստանում տիրող իրավիճակը հասել է ԽՍՀՄ փլուզմանը նախորդող վիճակին, հայտնում է ուկրաինական հետախուզությունը, Ռուսաստանի տնտեսությունը թևակողում է վերջին 20 տարվա ամենախորը ճգնաժամային փուլը եւ ավելի ու ավելի հիշեցնում է ուշ խորհրդային միությունը իր քողարկված խնդիրներով եւ ռեկորդային դեֆիցիտներով։ Այս մասին փետրվարի 10-ին հայտնել է Ուկրաինայի արտաքին հետախուզության ծառայությունը, վերլուծելով
ընդունելով ռուսական տնտեսության առանցքային ցուցանիշները։ Նշվում է, որ Ռուսաստանի տնտեսական իրավիճակը ավելի ու ավելի հստակ կրկնում է ուշ խորհրդային սցենարը նախքան երկրի մասնատումը։ Ըստ հետախուզության տվյալների Ռուսաստանը մտել է վերջին 20 տարվա ամենախորը տնտեսական ճգնաժամային դինամիկայի փուլը, սա արդեն ստիպում է Կրեմլին մտածել 2000-ականների սկզբից կառուցված տնտեսական մոդելի վերանայման մասին, սակայն մանևրելու հնարավորությունները կտրուկ նվազում են Կրեմլի մոտ։ Մենք գործ ունենք խորհրդային օրինակով հետաձգված փլուզման հետ։ Վերլուծաբանները ավելի հաճախ են համեմատում ներկա իրավիճակը ուշ ԽՍՀՄ-ի հետաձգված ճգնաժամի հետ, այն ժամանակ տնտեսական խնդիրները տարիներով թաքցվում էին պարտքերի հաշվին, մինչ համակարգը վերջնականապես փլուզվեց։ Թեև ճգնաժամի ներկա մասշտաբները Ռուսաստանում դեռևս համեմատելի չեն 90-ականների աղետի հետ, սակայն Ռուսաստանին սպասվում է տնտեսական տուրբուլենտության տևական շրջան, արդյունավետության անկմամբ, պարտքերի աճով եւ կայունության կորստով։ Ուկրաինայի հետախուզությունը մատնանշում է, որ 25 թվականին Ռուսաստանում արդյունաբերական աճը դանդաղել է մինչև 0.8%, նախորդ տարիների 4-ից 6%-ի փոխարեն։ Միաժամանակ գրանցվել է բյուջեի ռեկորդային դեֆիցիտ 5.65 տրիլիոն ռուբլի, ինչը համարժեք է մոտ 73 միլիարդ դոլարի։ Տնտեսության իրական հատվածը զգալի ֆինանսական կորուստներ է կրել։ Ըստ էության խոսքը պետական կապիտալիզմի մոդելի սպառման մասին է, որը երկար տարիներ հենվում էր բյուջետային հսկայական ներարկումների վրա։ Չնայած ծախսերի աճի ձևական դանդաղմանը, պետական ծախսերի ընդհանուր ծավալը մնում է ռեկորդային, արագացնելով գնաճը եւ ստիպելով իշխանություններին ուժեղացնել հարկային ճնշումը բիզնեսի եւ բնակչության վրա։ Պատերազմի գինը չափազանց բարձր է։ 22 թվականից ի վեր Ուկրաինայի դեմ լայնամասշտաբ պատերազմը ռուս հարկատուների վրա նստել է մոտ 550 միլիարդ դոլար։ Ռուսաստանի տնտեսությունը, որը դիմացկունություն էր ցուցաբերում, այժմ ծածկվում է ճաքերով։ Բրյանսկի մարզում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում։ Բրյանշչինայի իշխանությունները պատրաստ են խոչընդոտել ռուսական զորքերի աշխատանքին, որպեսզի Ուկրաինայի բանակը պատասխան հարվածներ չհասցնի սահմանամերձ տարածքներին։ Բրյանսկի մարզում դժգոհությունը ռուսական բանակի գործողություններից վերածվել է համատարած սաբոտաժի։ Տեղի ունեցողը օրինաչափ է, ռուսական զորքերը հրթիռային եւ դրոնային հարվածներ են հասցնում Բրյանսկի մարզից Ուկրաինային, իսկ Ուկրաինայի զինված ուժերի պատասխան հարձակումները քայքայում են Բրյանսկի եւ մարզի բնակավայրերի ենթակառուցվածքները, սպառնալով էներգոհամակարգի կայուն աշխատանքին, ընդհուպ մինչև էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։ Գիտակցելով, որ ռուսական բանակը ի վիճակի չէ պաշտպանել սահմանամերձ տարածքները, Բրյանշչինայի շատ պաշտոնյաներ սկսել են սաբոտաժի ենթարկել իրենց իսկ բանակի գործունեությունը։ Ռուսների ասած «Պալկիվ կոլյոսը ставят»։ Այս մասին հայտնել են ԱԹՇ պարտիզանական շարժումից, հղում անելով մարզային վարչակազմից մեկում իրենց գործակալին։ Կրեմլի ռեժիմի ձախողված քաղաքականության արդյունքը դարձավ երկրի ներսում թշնամու հայտնվելը, իդեմս պաշտոնյաների, ովքեր ոչ միայն դանդաղեցնում են ռուսական զորքերի գործողությունները, այլև բացահայտ վնասում են դրանց։ Այժմ Պուտինի բանակը ստիպված է շաբաթներով եւ ամիսներով սպասել ռադիոէլեկտրոնային պայքարի համակարգերի համար հաճախականությունների գրանցմանը, նրանց կարիքների համար տարածքների հատկացմանը եւ ելի շատ խոչընդոտների, եւ ամեն անգամ զինվորականներին ասում են նույն բացատրությունը տեխնիկական պատճառներով։ Բրյանսկի սաբոտաժնիկները ավելի հեռու են գնացել, սահմանամերձ տարածքներում օկուպանտներին սկսել են զանգվածաբար անջատել բջջային կապը, այն անընդհատ անջատում են պրոֆիլակտիկայի համար իրենց հենց այն պահերին, երբ զինվորականները իրենց գործողություններն են իրականացնում։ ԱՏՇ-ի պարտիզանները ընդգծել են, որ Պուտինի ռեժիմը ինքն է Ռուսաստանում ստեղծում այնպիսի պայմաններ, որոնց դեպքում նույնիսկ նախկինում նրանց սատարող վարչակազմի ներկայացուցիչները սկսում են գործել կենտրոնական ռեժիմի դեմ։ Տեղական վարչակազմերը կորցնում են հավատը Մոսկվայի հանդեպ, որը գտնվում է հեռու, իսկ իրենց խնդիրները ամենօրյա են։ Համաձայնեք լավ ազդանշան է, նմանատիպ զարգացումների մասին ես պատմել էի երեկվա եթերում Բելգրադի մարզի վերաբերյալ։ Եթե Պուտինյան բանակը չի կարողանում պատերազմել առանց խաղաղ ուկրաինացիներին վնաս հասցնելու եւ Կիևի պատասխան գործողությունները հրահրելու, որոնք իրենց մաշկի վրա արդեն զգում են ռուսաստանցիները, ապա հենց ռուսաստանցիները տեղերում սկսել են սաբոտաժի ենթարկել Պուտինի վախկոտ բանակի գործողությունները։ Իհարկե սա դեռ առաջին բողբոջներն են, սպասենք իրադարձությունների զարգացմանը։
Ռազմաճակատում անցած օրվա ընթացքում տեղի ունեցել 126 մարտական բախում, 3 զավթիչները նորից ամենամեծ ակտիվությունը ցուցաբերել են Պոկրովսկի ուղղությամբ, եթե կարելի է իհարկե այդպես ձևակերպել, ընդամենը 35 գրոհի փորձ են արել ռուսները, իսկ Գուլյայպոլիի ուղղությամբ 13 գրոհի փորձ, չնայած հենց այդ ուղղությամբ ռուսները մեծ խնդիրներ ունեն։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը հետախուզական եւ հակահարձակողական գործողություններ են անցկացնում Զապորոժիայի որոշ շրջաններում եւ կան արդեն որոշակի հաջողություններ։ Դմիտրի Կացյուբայլոյի անվան առաջին գրոհային գնդի հրամանատար Դմիտրի Պերոնֆիլատովը հաստատել է հաջողությունների առկայությունը բանակային հեռուստատեսության եթերում։ Սպայի խոսքով ռուսական օկուպացիոն բանակը ներկայումս փորձում է պահպանել իր դիրքերը Զապորոժիայի մարզում։ Ռուսաստանի զինված ուժերի առաջխաղացումը այնտեղ դադարեցվել է։ Ուկրաինայի զինված ուժերը իրենց հերթին առաջընթաց են գրանցել, սակայն գործողությունը դեռևս շարունակվում է եւ հանրությանը այլ մանրամասներ չեն տրամադրվում։ Գիտենք, որ նաև գերի են հանձնվում ռուսները, հաճախ չկարողանալով փախչել։ Իդեպ ուկրաինական կողմի հաջող առաջխաղացման ֆոնին ռուսները իրենց են փորձում հաջողություններ վերագրել 3 Դոնեցկի մարզի Բոնդերնայե գյուղի մասին էին ռուս լրագրողները ստում, ուկրաինական կողմը իհարկե դա հերքեց։ Զապորոժիայի մարզի Գուլյայպոլիի հատվածում Ուկրաինայի զինված ուժերը որոնուղահարվածային գործողություններ են անցկացնում եւ մաքրում են այն տարածքները, որտեղ ռուս օկուպանտները փորձում էին ներթափանցել, մասնավորապես Ուկրաինայի զինված ուժերը Կոսիվցևը գյուղը ամբողջությամբ մաքրել են ռուս օկուպանտներից, կադրերը մեր Telegram-ում են։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը նախորդ օրվա ընթացքում լիկվիդացրել են եւս 820 օկուպանտի եւ 1854 միավոր թշնամու զինտեխնիկա եւ սպառազինություն։ Պատերազմում թշնամու ընդհանուր կորուստները ըստ ուկրաինական գենշտաբի տվյալների կազմել են արդեն 1,249,380 օկուպանտ, ռելիզը ձեր էկրաններին է։ Փետրվարի 11-ի գիշերը ռուս զավթիչները Ուկրաինայի վրա հարձակվել են 129 հարվածային դրոններով, այդ թվում Շահեդ, Գերբերա, Իտալմաս եւ այլ տիպի դրոններով, դրանցից մոտ 80-ը Շահեդներ են եղել։ Ըստ նախնական տվյալների առավոտյան ռելիզի դրությամբ հակաօդային պաշտպանության կողմերը Ուկրաինայի խոցել եւ ճնշել են թշնամու 112 դրոն, միևնույն ժամանակ արձանագրվել է 15 հարվածային դրոնի հարված 8 տարբեր վայրերում։ Խարկովի մերձակայքում ռուսական գնդակոծության հետևանքով զոհվել են 3 երեխաներ, 2 1 տարեկան տղա եւ 1 աղջիկ 2 տարեկան, ինչպես նաեւ մեծահասակներ։ Այս ցավն է, որ մենք չենք կարող ներել ագրեսորին եւ մեր ուժերի կարողությամբ պատասխանները իրենց սпасել չեն տալու։ Մեր Telegram-ում տեղադրել ենք նաև կադրեր ուկրաինական հարվածների տեսարաններից, մշտական ռազմական աշխատանք է տարվում թշնամու կարևոր ռազմական թիրախների խոցման մասով, ինչպես ռազմաճակատում, օկուպացված տարածքներում, այնպես էլ Ռուսաստանի տարածքում։ Ռուսաստանում Լուկոյլ նավթավերամշակման գործարանը Վոլգոգրադում այրվում էր անցած գիշեր արդեն 9-րդ անգամ։ Փետրվարի 11-ին Վոլգոգրադի նավթավերամշակման գործարանում հրդեհ էր բռնկվել բարի դրոնների այցերից հետո։ Նախորդ գիշերը ուկրաինացի զինվորականները հարվածներ են հասցրել ռուսների մի շարք կարևոր թիրախների, այսպես Դոնեցկի մարզի ժամանակավորապես օկուպացված տարածքում Յալթա բնակավայրի շրջանում խոցվել է թշնամու վերանորոգման ստորաբաժանումը, Զապորոժիայի մարզի օկուպացված տարածքում Կամիշ-Զարյա բնակավայրի շրջանում հարվածի տակ է հայտնվել դրոնների պատրաստման եւ FPV դրոնների արտադրության ուսումնական կենտրոնը, իսկ Խլեբարոբնիայի շրջանում մեր մարտիկները հարվածել են հակառակորդի կենթանի ուժի կենտրոնացման վայրին։ Բացի այդ, Զապորոժիայի մարզի օկուպացված Վիսոկոյե բնակավայրի շրջանում խոցվել է Ռուբիկոն կենտրոնի գազմից դրոնավարների կառավարման կետը, նաև 3 Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզում Ծյոտկինը բնակավայրի շրջանում արձանագրվել է հարված հակառակորդի դրոնների կառավարման կետին, իսկ Դոնեցկի մարզի օկուպացված տարածքում Ֆյոդորովկայի շրջանում խոցվել է թշնամու վառելիքաքսուքային նյութերի դաշտային պահեստը։ Շատ չերկարացնեմ եթերը, շնորհակալ եմ, որ մեզ հետ եք, խնդրում եմ չմոռանալ լայքել եւ տարածել մեր հաղորդումները, իսկ ովքեր դեռ բաժանորդագրված չեն, խնդրում եմ բաժանորդագրվեք նաև նոր ալիքին, իսկ մենք հուսամ կհանդիպենք արդեն վաղը էլ ավելի լավ լուրերով։ Բարով մնաք։